Ապրիլի 23-ից 27-ը քաղաք Գորիում անցկացվեց Վրաստանի ազատ ոճի իմպշամարտի առաջնություն։ Մրցախաղերին մասնակցեցին նաև Նինոցմինդայի շրջանի մարզիչ Ռուբեն Պողոսյանի Գանձա գյուղի մարզիկները։ Աշիկ Կարապետյանը, Գրիգոր Իսպիրյանը և Ռուբեն Թանգամյանն արժանացան մրցանակային տեղերի և հնարավորություն ստացան ընդգրկվել Վրաստանի հավաքականում։ Մանրամասների մասին տեղեկություն տրամադրեց ազատ ոճի իմպշամարտի մարզիչ Ռուբեն Պողոսյանը։ Բոլոր մարզասերներում ողջունում եմ մեր մարզիկները, ազատ ոճի իմպշամարտի մարզիկները մասնակցեցին քաղաք Գորիում անցկացված Վրաստանի առաջնությունը։ Այնտեղ անցկացվում էր 2 տարիքային հասակ, որին մեր մարզիկները, Նինոցմինդայի շրջանի Գանձա գյուղի մարզիկները, ըմբիշները շատ հոյակապ ելույթ ունեցան և նվաճեցին մրցանակային տեղ։ 15 տարեկանների հասակում Կարապետյան Աշիկը 44 կիլոգրամ քաշայինում, իսկ Իսպիրյան Գրիգորը 52 քաշային կարգում նվաճեցին մրցանակային տեղ, իսկ 20 տարեկանների ըմբիշների մեջ հոյակապ ելույթ ունեցավ Ռուբեն Թանգամյանը։ Ուզում եմ նշել, որ այդ պատանի ըմբիշները Իսպիրյանն ու Կարապետյանը նոր հայտնաբերում է եղել մեր սպորտաձևի մեջ, նոր դեմքեր են իհայտ եկել, որի շատ մեծ հույսեր ունենք, որ ապագայում նրանք ավելի մեծ մրցանակներ նվաճեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ղեկավարներին, որոնք որ աջակցեցին այս հաջողությունների, այս հաջողությունները հենց պատահական չի լինում, մեր շրջանի համար շատ մեծ հաջողություն է, որովհետև Վրաստանի առաջնության մրցանակագիր ունենալ պետք մեծ պատիվ կբերե մեր շրջանին։ Մենք նորից շնորհավոր ենք մեր մարզիկներին, մարզիկների ծնողներին, մեր շրջանին, նաև ձեր ալիքին, որ միշտ ուշադրության կենտրոնում կպահե մեր այս մարզաձևը։